Նոր տարում սովորաբար միմյանց ցանկանում ենք հրաշքներ, երազանքների կատարում, փող, խաղաղություն կամ նման մաղթանքներ։ Իսկ այսօր ստացվել է այնպես, որ մենք կարիք ունենք հավատի, բայց ոչ միայն հավատքն առ Աստված, այլ միմյանց հանդեպ հավատի մասին է խոսքը։ Մեզ այնքան են խաբել ու մանիպուլացրել, խնդրել են, ազդել են մեր խղճի վրա, օգնել ենք, տվել ենք ու չեն վերադարձրել։ Մեզ դավաճանել են նրանք, ովքեր մեր կյանք էին մտել ընկերոջ դիմակով։ Մեզ լքել են նրանք, ովքեր մեր սիրտ էին մտել հավիտյան սիրո խոստումով։ Ու այս ամենի պատճառով մենք կորցրել ենք ամենակարևորը՝ հավատը միմյանց հանդեպ։ Մենք այլևս չենք հավատում լրատվական տարբեր իրարամերժ լուրերին, որովհետև դրանք դիտումներ ապահովելու համար են։ Մենք չենք հավատում միմյանց տված խոստումներին ու միշտ կասկածում ենք դիմացինին։ Եթե մի լավ բան է անում, մտածում ենք, տեսնես որտեղ է ուզում մեզ խաբել ու օգտագործել։ Մենք այլևս չենք հավատում խաղաղության պայմանագրերին։ Խաղաղություն կնքողը նախ պիտի դիրք ու արժեք ունենա, որպեսզի հարգեն իրեն ու չխախտեն իր հետ կնքած պայմանագիրը։ Մենք դադարել ենք հավատալ մեկ-մեկու, որովհետև մենք ինքներս ենք մեզ հասցրել այդ օրվան։ Ինքներս ենք վստահել դիմացինին, նայելով միայն իր արտաքինին ու գեղեցիկ էմոցիոնալ խոսքերին։ Մեր միտքը շոյող, բայց դատարկ խոստումներին։ Մարդը գալիս ասում է, խնդրում եմ $1000 տուր, վաղը ցերեկը կվերադարձնեմ, հորս արև թե ուշացնեմ։ Ու մենք տալիս ենք։ Մարդուն, ով չի աշխատում, խանութներում ամիսներով սիգարետի գումար է պարտք, հավատում ենք, որ վաղը մեզ կվերադարձնի $1000, որովհետև ասել է հորս արև։ Երթումը, որը ստախոսի առաջին գործիքն է, մենք ընդունում ենք որպես վստահության առհավատչա։ Մարդն ասում է վստահեք ինձ ու ես կլուծեմ ձեր բոլորի խնդիրները։ Շատ արագ։ Ու ամեն բան անում է հատուկ ցուցադրական։ Հանցագործին ձերբակալելուց առաջ պարկացրեք ասֆալտին, հետո ձերբակալեք։ Ցուցադրական նման մեթոդները, որոնք մանիպուլյացիայի հիմքն են, մենք ընդունում ենք որպես հաղթանակ։ Ծափահարում ենք հրճվանքով, առանց քննելու, թե ասֆալտին պարկացնելու երևույթը ինչ գործառույթ է կատարում հանցագործին ձերբակալելու գործում։ Հիմա կասեն, դե ճնշող ու խայտառակող միջոց է, որը ամոթանք է իր համար։ Ամոթանք ում համար։ Հանցագործի։ Կարծում եք ամոթանքն ինչ է անելու հանցագործի հոգեբանության մեջ։ Ամոթից ավելի շուտ է խոստովանելու մեղքը, հա, որովհետև իրեն պարզապես բերման չեն ենթարկել, այլ խայտառակեն են ու պարկացրել ասֆալտին։ Մենք նույնիսկ չենք տեսնում, որ դա բացահայտ աճպարարություն է։ Տեսողական խաբկանք, որոնք կիրառվում են օրինակ ֆիլմերում։ Ամեն ինչ ուղեկցվում է ձայնային ու տեսողական էֆեկտներով, որպեսզի ֆիլմի հերոսն ավելի տպավորիչ լինի դիտողի համար։ Կամ խոսքեր, որոնք շոյում են մարդկանց ականջը։ Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր առաջ։ Մենք չենք ուզում մտածել ում ենք վստահում, որովհետև խնդիրների դեպքում միշտ մեղքը բարդում ենք ուրիշի վրա։ Ես մեղավոր չեմ, որ պարտքդ ուշացրեցի, աշխատավարձս ուշ տվեցի։ Մենք մեղավոր չենք, թշնամին չպահեց իր խոստումը։ Ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին, որ աբորտ անեմ։ Սկեսուրս է մեղավոր, ամուսինս, կինս, ուշացել եմ, խցանման մեջ էի մնացել, ես մեղավոր չեմ։ Հարևանն է մեղավոր, նախկիններն են մեղավոր։ Եվ ինչպես մենք ենք մեր մեղքը բարդում ուրիշի վրա, այնպես էլ ուրիշներն են մեզ խաբում նույն հնարքով։ Իսկ մենք հանդուրժելով ծափահարում ենք մեզ խաբող հերթական հնարքին, չնկատելով, որ այս ընթացքում կորցրեցինք մեր հավատը իրար հանդեպ։ Մենք չենք հավատում, որ պատերազմ չի լինելու։ Չենք հավատում, որ վաղը մեզ դարձյալ չեն խաբելու։ Չենք հավատում ոչ ոքի։ Մենք էլ մեր բաժին մեղքը գցում ենք ուրիշի վրա։ Կյանքն է մեզ բերել այսօրվան, բախտն է մեղավոր, բախտս չբերեց, ոչ, մենք ենք մեղավոր։ Եթե քեզ խաբել են մեկ անգամ, մեղավոր է խաբողը, եթե քեզ խաբել են երկրորդ անգամ, մեղավոր ես դու։ Մենք չենք ուզում կրթվել, որպեսզի գիտակցություն ունենանք ճանաչելու ստախոսին, ճիշտ ընտրելու մեր շրջապատի մարդկանց, մեր ընկերներին, մեր ղեկավարներին, ինչու կրթվենք։ Կապրենք ոնց պատահի։ Խնդիրների դեպքում էլ կասենք կյանքն է մեղավոր։ Բախտներս չբերեց։ Մենք նույնիսկ մեր խոսքը չենք գնահատում։ Մենք չենք պատկերացնում, թե որքան զորություն ունի մեր խոսքը մեր այսօրվա եւ վաղվա վրա։ Ամբողջ տարվա վրա հրճակում ենք խոզի տարի, առնետի տարի, օծի կամ մեկ այլ անասունի տարի։ Ու լուրջ բանական մարդու դեմքով սպասում ենք, որ խոզը կամ առնետը պիտի փոխի մեր կյանքում ինչ-որ բան։ Մենք չենք նկատում, որ դա մարդկանց խմբերի բաժանելու, մարդկանց հավատքը գողանալու միջոց է։ Ինչ-որ մեկը մեր կյանքում կարող է բերել այն, ինչն ինքը կարող է, ունակ է։ Օրինակ խոզը ինչի է ունակ։ Դա էլ բերելու է մեր կյանքում։ Օծը, առնետը ինչի են ունակ։ Դա էլ լինելու է մեր կյանքում։ Կամ ձի։ Միակ բանը, որ ձիու հետ անում են, դա հեծնելն է։ Նստել մեզ վրա, լծակներ ամրացնել մեր բերանին, գյամել, որ չխոսենք, մեզ քշեն ուր պատահի։ Ուզում ենք ձիու տարի, հավատում ենք, որ ձին ինչ-որ բան կփոխի մեր կյանքում։ Շատ լավ։
թող լինի ձյու տարի։ Իսկ թե ինչ կանեն մեզ հետ ամբողջ տարի, այդ մասին կխոսենք եկող տարի։ Ցանկանում եմ, որ մենք կրթվենք ու փրկենք մեր հավատքը։ Սովորենք քննել ու իմանալ ինչին հավատալ, ում հավատալ։ Չվստահել ամեն մի կենթանու, չորքոտանի թե երկոտանի, կարևոր չէ։ Եվ 2026 թվականը լինի բոլորիս կրթվելու ու հավատքը վերադարձնելու տարի։ Կրթություն ասելով նկատի չունեմ բուհական կամ ակադեմիական կրթությունները, այլ այն, որ մեր գործած յուրաքանչյուր սխալը չանտեսել, չմոռանալ, այլ դաս քաղել դրանից։ Տեսնել մի լավ հոլովակ, մի լավ դաս, ինչ որ մեկից մի խորհուրդ վերցնել ու գործի դնել, ոչ թե հպարտորեն ասել ես դա գիտեմ։ Ինձ պետք չէ, որ ես սովորեմ, չբամբասել ու չվնասել կիրթ մարդկանց, որպեսզի մեզանում կրթողները շատ լինեն։ Քիչ դիտել հիմար հոլովակներ, հիմար գրառումներ, քիչ հետևել մարդկանց, որոնց սովորացրածը չէինք ցանկանա մեր երեխաները կիրառել։ Հա, իդեպ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը փոփոխությունը նույնն է, ինչ օգոստոսի 4-ից 5-ը կամ ապրիլի 20-ից 21-ը։ Օրվա փոփոխությունը ոչինչ չի կարող փոխել ձեր կյանքում ու ձեր մտքում, եթե ինքներդ չորոշեք փոխել ձեր կյանքը, իսկ Սուրբ Ծնունդն զորու է փոխել մի ամբողջ կյանք։ Կան մարդիկ, որոնց համար տարին Քրիստոսի տարի է։ Թող Քրիստոսի ներկայությունը լինի իրենց կյանքերում, իրենց ընտանիքում եւ Քրիստոսի կամքը լինի իրենց ամբողջ կյանքի վրա։ Կան մարդիկ, ովքեր էլ հավատում են, որ ձիու տարի է։ Հասկացաք։ Եթե ինչ-որ մեկին դուր չեկավ իմ մաղթանքը, հոգ չէ, աշխարհը դրանից փուլ չի գա։ Թերթեք եւ լսեք այնպիսի մաղթանքներ, որոնք կշարունակեն հաճելի խոսքերով թմրեցնել ձեզ ու գողանալ ձեր հավատքը։ Շնորհավոր 2026 թվական։ Ինձ էլ կարող եք հետևել իմ YouTube-յան կամ Telegram-յան ալիքում։ Իմ ալիքներում ես շարունակում եմ խոսել այն, ինչը հավանաբար շատերին դուր չի գա։